Սա Դավիթի սենյակն է, որտեղ ինքը ապրում է, որտեղ կրծոինքներ են դրել իրենց բարերարությունը, այսպես ասած, որ պահել են Դավոյին, լավ են վերաբերվել։ Սիրելի ընկերներ, իմ վրա չեմ պահում վիդեոն, քանի որ ինքս վատառողջ եմ։ Շնորհակալ եմ շատ բոլոր այն մարդկանց, ովքեր որ այս դժվար պահին Դավիթին ձեռք մեկնեցին, եւ ես կարողացա ինչ-ինչ հարցեր լուծելու Դավիթի հետ կապված, սակայն կան էլի բուժումներ շարունակելի, որոնք որ երևի թե շատ երկար կտևեն, որովհետև 6 ամսից մի տարի ուղեղի հետ կապված խնդիրները եւ նաեւ հետագայում նարկոդիսպանսերում բուժելու եւ խնամքի կենտրոնի են տեղափոխելու համար։ Վիդեոյում տեղադրում եմ Դավիթի տան պատկերը, ոչ թե այն մտքով, որ մարդիկ ծիծաղեն կամ չգիտեմ չարախոսեն, այլ նրա համար, որ իմանան, որ Վանո Սիրադեղյանը ունի եւս մեկ որդի, այսինքն իր իսկական որդին, որ հետ ապրել է 18 տարի, ում տնից դուրս են հանել ու ով իր հոր տանկող կտուն ունի, որը կարող է օգտագործել իր բարօրություն իրեն, իր առողջություն իրեն, սակայն Սուքիասյան Սարիբեկ ձեզ նորից բան եմ անում, կոչ եմ անում ձեր բարեկամուի Ռուզան Տոնոյանին հորդորել, գոնե այդ տան հարցերը լուծել, որպեսզի տղան կարողանա բուժվի։ Ինչ եք կարծում, Վանո Սիրադեղյանը մի մահճակալ չի ունենա իր տան մեջ իր տղայի համար, իհարկե կունենա, որոնցից մի հատը գոնե չեն տալիս Դավիթին, որ ինքը գետնին չքնի։ Չգիտեմ սա ինչքանով է ժամանակին էս իմ ասածը կամ ոչ, չեմ խոսել, որովհետև մտածել եմ հայրս մի օր կվերադառնա ու ամեն ինչ նորմալ կլինի, բայց իր թաղումից հետո ես ինքս վիրահատվել եմ եւ վիրահատությունների մեջ էի ու չէի կարողանում ոտքի կանգնել, որպեսզի բարձրաձայնեի կամ ինչ-որ հարցեր կարողանայի լուծեի։ Այս նկարը նույնպես հայրիկիս նվերն է մեզ։ Բարի մարդկանց խնդրում եմ շարունակել դրամահավաքը, որովհետև տղան իրոք օգնության կարիք ունի, ճիշտ է, տղան ամեն ինչ ունի, բայց նրա ձեռքից խլված ամեն ինչ եւ վերականգնման կարիք ունի, Աստվածտա վերականգնվի, դրանից հետո բնականաբար վերադառնալ այդ տունը նշանակում է նորից ընկնել նույն իրավիճակի մեջ։ Աստված առաջ, հուսով եմ Ռուզան Տոնոյանի բարությունը այս անգամ կգործի եւ տղայի տունը կվերադարձնի իրեն։